Բեկումնային առաջընթաց է տեսնում Թրամփը Իրանի հետ բանակցություններում։ Ասում է վերջին 24 ժամում հաջող զրույցներ են եղել Թեհրանի հետ, չնայած ամերիկյան նավերի վրա իրանական վերջին հարձակումներին։ Դա մի քանի օր առաջ էր, իսկ պատերազմի աշխարհում մի քանի օր առաջը վաղուցն է։ Իրանցիները շատ են ուզում գործարք կնքել։ Եթե հասնենք դրան, նրանք չեն կարողանա միջուկային զենք ունենալ։ Թրամփը հավատացնում է լրագրողներին, իբր Թեհրանը գրեթե համաձայն է միջուկային զենք չունենալու ամերիկյան պայմանին։ Լսեք, ամեն ինչ շատ պարզ է, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, եւ չի ունենա, եւ նրանք համաձայն են դրան։ Նախորդին Axios-ը եւ Reuters-ը հղում անելով իրենց աղբյուրներին հայտնել էին, որ Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ են պատերազմը ավարտելու հուշագրի համաձայնեցմանը։ Դրանով Թեհրանը պարտավորվում է հրաժարվել ուրանի հարստացումից, իսկ Վաշինգտոնը վերացնում է Իրանի դեմ պատժամիջոցները։ Կողմերը նաև պարտավորվում են վերացնել Հորմուզի շրջափակումը, ըստ Axios-ի մնացել է ընդամենը մի քանի կետ համաձայնեցնել։ Իրանական կողմը ծաղրել է արևմտյան լրատվամիջոցների այդ հրապարակումները։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեգնել է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հնարավոր համաձայնագրի մասին խոսակցությունները։ Հավատա, եղբայր, դուք ձախողել եք, գրել է Ղալիբաֆը X-ի իր էջում։ Ավելի վաղ իրանցի պատգամավոր Էբրահիմ Ռեզային էր հայտարարել, որ Axios-ի հրապարակումը ամերիկյան ցանկությունների ցուցակ է, ոչ ավելին։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։